Նրան տապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Չնայած առանձնակի ջերմ հարաբերություններին, Ալիևը Մոսկվա չի մեկնի մայիսի 9-ի կապակցությամբ, չի մասնակցի շքերթին, որ այդքան կարևոր նշանակություն ունի Պուտինի համար, փոխարենը մասնակցելու է Հայաստանի վարչապետը, ինքը երեկ հաստատել է այդ տեղեկությունը, եւ սա չնայած այն հանգամանքին, որ մեր երկրի խորհրդարանի ղեկավարը հայտարարում է, որ Ռուսաստանից այդ թվում մեծ փողեր են ծախսվում այստեղ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տանելու համար, սա ընդգծեմ, որ վերջին ամենաթար մեղադրանքն է, եթե չհիշատակենք հնչած մյուս մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, եւ հարց է առաջանում, սա նորմալ է քաղաքականությունը եւ տեղավորվում է քաղաքականության տրամաբանության մեջ եւ ունի բացատրություն։ Ոչ, ես ուղղակի կուզենամ ասել, որ մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի արդյոք կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններն էլ այլ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ, հայտարարելով, թե Ռուսաստանը իրենց թիրախավորել է, որ Նիկոլ Փաշինյանին ուզում են հեռացնել, թե ինչ են ուզում անել եւ այլն եւ այլն։ Որտեղ նրանց գործողությունները շատ սերտ բարեկամական հարաբերությունների մասին են վկայում։ Դեռ ավելին, քան Իլհամ Ալիև եւ Պուտին հարաբերությունները։ Եթե այդպես չի, եթե Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին հարաբերությունները այդքան վատն են եւ Նիկոլ Փաշինյանը այդ աստիճանի մեծ հարգանքի տուրք է տալիս Վլադիմիր Պուտինի կամքին, նշանակում է Վլադիմիր Պուտինի հետ անգամ հարաբերություններ էլ չկան։ Վլադիմիր Պուտինը տիրապետում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին եւ վարքին։ Եվ եթե այդպես է, մենք ազգովի փորձանքի մեջ ենք։ Ստացվում է, որ ներկայիս իշխանությունները ռուսական կոլաբորացիոնիստներ են։ Այդպես է ստացվում։ Տրամաբանական հարց տվեցի, չէ՞։ Եթե գնում ես, ուրեմն ջերմ ես, եթե ջերմ չես գնում ես, ուրեմն հպատակ ես։ Եթե հպատակ ես, ուրեմն փորձանք ես մեր գլխին էլ հեքիաթ մի պատմեք, որ դուք անկախ եք Ռուսաստանից ու Ռուսաստանը ուզում է քեզ հեռացնի պաշտոնից։ Ինչի համար հեռացնի, եթե ինչ հրամայեց անելու ես։ Ստացվում է, որ Ռուսաստանը իդեմս քեզ Հայաստանում ներկա է։ Տրամաբանական չի։ Եթե այլ տրամաբանություն կա, ինձ խնդրում եմ բացատրեք։ Այլ մեկնա ինչ մեկնաբանենք։ Ազատ ղեկավարի վարքա, որ ոնց ուզում այնպես է շարժում է։ Նրա խնդիրն է Ռուսաստանի տարածաշրջանից դուրս բերելը, Թուրքիայի հետ մերձենալը, այնքան ինչքան որ հնարավոր կլինի Ադրբեջանի ինքնուրույնությունը ապահովելու եւ Հայաստանի հաշվին անընդհատ մեծանալը։ Ղարաբաղը մեզանից գրավեցին, որը եւ դե ֆակտո մեր տարածքներ եւ դե յուրե մեր տարածքներ, այլ խնդիր է, որ նախքին 3 նախագահները չկարողացան դե յուրե հիմնավորումները տալ ու Արցախը դուրս մնաց համաշխարհային ընկալումներից, հələ ՄԱԿ-ի 2 բանաձևել հրճակեցին ընդդեմ Արցախի, որ դա ադրբեջանական տարածք է։ Սա մեր խնդիրն է, որ մենք չկարողացանք հիմնավորենք, որ դա դե յուրե մեր տարածքն է, դե յուրե իրավաբանորեն, իրավականորեն, իրավարար վճիռներով եւ ամենաբազմազան մեթոդներով դա մեր տարածքն է։ Դա զավթեցին մեզանից, հիմա ուզում են մարսեն, շարունակաբար էլի ուզում են տարածքները զավթեն ու էլի մարսեն։ Ինչի որտեղ տգետների իշխանություն կա Հայաստանի Հանրապետությունում, ընդ որում վերջին վիճակն ցույց է տալիս գուցեև կոլաբորացիոնիստների իշխանություն կա։ Եթե կոլաբորացիոնիստների իշխանություն չկա, եթե ազատ է մեր իշխանությունը Ռուսաստանի կամ արտահայտությունից եւ պարտադրանքներից, նշանակում է Ռուսաստանի բարեկամ իշխանություններ կան։ Այդ դեպքում թող հեքիաթ չպատմեն, որ Ռուսաստանը իրենց հանդեպ նեգատիվ է տրամադրված, խաբում են, որ հակառուսական տրամադրությունները հայ ժողովրդի մեջ նկատելի է, շոշափելի է, որ տեսնում են, որ մարդիկ ինչքան մեծ հիասթափություններ ունեն, իրենց դիրքավորում են Ռուսաստանի դեմ ճակատում, որ ընտրություններում էլի կարողանան վերարտադրվեն։ Չկա այդպես բան։ Կամ բարեկամ եք, առանց իրար չեք կարում, ջանջիգյար ասելով իրար հետ ապրում եք, պաճպրոշտի անելով։ Կամ ստրուկ եք, ոնց ուզում եք անում եք։ Երրորդ տարբերակ չկա։ Սուտ է, որ ասում են կոմպլեմենտարիզմ, ժեստ ենք անում, ինչ ժեստ ես անում, եղբայր։ Այդ ժեստով ավելի ես գնում տեղավորվում գելյոտինայի տակ։ Այդ ժեստով օձիքը թուլացրել ես, վերևի 2 կոճակն արձակել ես ու պարանոցդ հարմար տեղավորել ես այդ կացնի տակ։ Դա ժեստ չի, դա աննորմալության աստիճանի հասնող արարք է։ Քանի անգամ ասենք։
Պարոն Սիմոնյան, հաշվի առնելով ներկա նախկին այս վերջին սրացումները, երեկվա խորհրդարանում միջադեպը կամ այն ամենը, ինչ որ մենք տեսանք, այս ընդդիմությունը ում ջրաղացին է ջուր լցնում իր այդ վարքագծով։ Նույն սիստեմն է։ Եթե նրանք նույն համակարգն են, այդ դեպքում նրանց խաղը կամ նրանց այս ամբողջ ներկայացումները մենք ինչպես հասկանանք։ Մեկը ձախ ձեռքն է ավտորիտար հակումներով, մյուսը աջ ձեռքն է ժողովրդավարական հակումներով։ Մեկը մյուսին լվանում են եւ երկուսն իրար հետ լվանում են երեսը Վլադիմիր Պուտինին։ Այդքան բան։ Էլ ավելի པարզ ալեգորիա ոնց ներկայացնենք։ Կարծում եք այդ պայմաններում եւ այս պայքարը, որը գնալով թեժանալու է նախընտրական, այլ ընտրանքային ուժերի ձայները լսելի լինելու են, իրենց խոսքը ընկալելի լինելու է, հասարակությունը կարողանալու է թացը չորից տարբերել։ Եվ ինչ պետք է արվի, որպեսզի իսկապես ճիշտ ընտրություն լինի։ Պետք է լրագրողական հանրույթով, փորձագիտական հանրույթով եւ նոր ու պարկեշտ եւ առհասարակ կարող է եւ գուցե եւ ոչ նոր եւ պարկեշտ քաղաքական ուժերով մարդկանց ասենք, որ նախկին քաղաքական համակարգը, որը 1990 թվականից մինչև 2025 թվականը ընդհուպ ձգվում է եւ կձգվի մինչև հերթական ընտրություններ։ Ֆանտոմ է, անուրջ, անիրական, պատրանքային իրականություն, որով մեզ կախման տակ են գցում։ Պատմությունը եւ օբյեկտիվ իրավիճակը գիծ է քաշել։ Այդ համակարգը նախքին կեղտոտ համակարգը մնացել է գծից այն կողմ։ Հիմա սիրելի ժողովուրդ, եթե մենք ուզում ենք մեր կենսունակությունը ապահովել, պետք է գծից այս կողմ օրակարգը սպասարկենք։ Դա նշանակում է, որ լրագրողական հանրույթը պետք է չգեներացնի անընդհատ մաս մեդիայում այդ ուժերի, արատավոր ուժերի քաղաքական օրակարգը, որովհետև այդ իսկ պատճառով նրանք դառնում են այդ համակարգի կողմից ներքաղաքական իրավիճակը բիզնեսի վերածելու հանգամանքի հանցակիցը։ Բայց մեր լրագրողական կամ մեր լրատվական դաշտը, պարոն Սիմոնյան, բոլորը գիտեն, հանրությունն է իր գնահատականները տալիս սոցցանցերում, որ երկու մասի են բաժանված հիմնականում եւ այդ արանքում շատ քիչ են, եթե կան անկախ լրատվական։ Դեռ համար ես շատ քիչ լրատվական միջոցներին եմ իմ հորդորը հղում, որոնք որ անկողմնակալ են։ Սիրելիներ, իմացեք, որ դուք մարդկանց գիտակցության վրա ազդելու լայնածավալ հնարավորություն ունեք։ Պատրանքային իրավիճակները ուզում են դառնալ գետնի վրա իրավիճակ։ Եվ պատրանքային իրավիճակը գետնի վրա իրավիճակ դառնալու համար սկզբից գրավում է մարդկանց ուղեղներն ու գիտակցությունը։ Հետո դառնում է իրականություն։ Նոր ուժեր կան, նոր ուժերին փորձում են կեղտոտել։ Նոր ուժերին փորձում են, իրանք փաստացի լինելով Ռուսաստանի դերածոներ, մեզ են անվանում Ռուսաստանի դերածոներ։ Փաստացի լինելով, գողը որպեսզի իր գողունը եւ գողության փաստը թաքցնի, դիմացինի անվանում է գող։ Ցեղասպանը որպեսզի ցեղասպանությունը թաքցնի, դիմացինին անվանում է ցեղասպան։ Հիմա էլ դերածոն, որպեսզի իր դերածո լինելու հանգամանքը թաքցնի, նոր ձևավորվող ուժին ասում է դերածո։ Ու ցավալին այն է, որ սատարող արբանյակ ուժեր կան, ձայները միաբան գարնան մարտի կատվի նման վայնասունները գցել են գլուխները, ասում են, որ հանգարց նոր ուժեր կլինեն, ժողովուրդ, հարայ, չեք ամանչում։ Այսինքն իրենք իրենց ամբողջ էությամբ հակահայաստանյան գործիք են, ֆիգուր, էություն եւ ուժ։ Ոնց կարելի է նման բան ասել։ Այդպիսի մարդիկ թող իմանան, որ իրենք անբարոյական են, անկախ նրանից, թե ինչքան ծածկված են հանդես գալիս։ Միևնույնն է, դա իրենց էությամբ են անում, անկախ նրանից իրենց անուն ազգանունը դա շրջանառված կլինի կերևա, թե ոչ։ Կենտրոնանալը պետք է նոր քաղաքական դաշտ կայացնելու վրա։ Մենք ներկա։ Մենք ձեռք ենք բարձրացնում, մենք ներկա։ Ուրիշ նոր քաղաքական դաշտի մասեր ուր եք։ Ներկա եք, ուրեմն եկեք միասին նոր քաղաքական դաշտի պոլեմիկա զարգացնենք իրար հետ։ Կամ համընթաց կգնանք, կամ համընթաց չենք գնա, կամ կլինենք միմյանց ընդդիմադիր, բայց մենք ճղճի իրողություններ չենք սպասարկելու։ Մենք չենք ասելու ատամներդ մեկու մեջա մազերդ բիզբիզա, անձերի չենք անցնելու։ Քո գործը ապրիորի ես համարում եմ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ նրա հիմնադիր նախագահ Ունքա խորհուրդը Հայաստանի Հանրապետության ազգային շահերով պայմանավորված քաղաքականություն են իրականացնելու մեր տեսակետից այդ շահերին սպասարկելու ձևով։ Ես ընդունելու եմ, որ մյուս նոր ուժը, որը որ մաքուր ուժը անգամ նորել չի,
Էլի ծառայում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, բայց իր տեսակետից։ Բայց ունենալ կանխավարկած, որ ինչ որ մեկը դեմ է գնալու Հայաստանի Հանրապետության ազգային շահերին, պետք է չլինի։ Դա պետք է մեր բառապաշարից դուրս եկած լինի, դրա համար նոր իրողություն է պետք ստեղծել, նախկին իրողություններում դա անհնարին է։ Նախկին իրողություններ մուտք գործած ցանկացած լավը ապականվելու ռիսկեր ունի։ Դրա համար այդ գծից այս կողմ պետք է կայացնենք նոր քաղաքական դաշտը եւ անկախ մնացած մաս մեդիան եւ փորձագիտական հանրույթը պետք է շրջանառի պարբերաբար նոր իրողությունները, ոչ թե այն ինչը որ արատավոր է, ինչա մենք արատավոր իրողություններին եւ ցավին, նսեմացմանը հակված մարդիկ եք, որ անդադար այդ իրավիճակից կարճած մնաք։ Դուք ես օրինակ որպես քաղաքացի ինձ վատ եմ զգում խորհրդարանի նիստերը նայելուց։ Սա ի՞նչ է։ Երկրի թիվ 1 բարձրագույն պաշտոնը զբաղեցրող անձնավորության վարքը, ժեստիկուլյացիան, խայտարակության խարանն է բոլորիս ճակատին։ Ժեստիկուլյացիան վարքականոնը, բառապաշարը որ հələ մի բան էլ այդ իրանց սիրելի հյուսիսային երկիրը իր մաս մեդիայում ցույց տա այդ ժեստիկուլյացիան ու տակնել հաղորդագրություն գրի անպատվելով նվաստացնելով հայ ժողովրդին, ասելով որ վերջապես խորհրդարանում թիվ 1 ղեկավարը իր հանրությանը հարիր եւ հասու մեթոդներով եւ ժեստիկուլյացիաներով ու բառապաշարով բացատրեց։ Մենք ամբողջ ազգով ինքնասիրություն պիտի ունենանք, չէ՞։ Սիրելիներ, մենք դրան ենք արժանի։ Պարոն Սիմոնյան, ձեզ համար հասկանալի է ինչ խնդիր է լուծում Հայաստանի երկրորդ նախագահը, երբ հայտարարում է, որ հայկական իշխանությունների կողմից է հրահրվել 44-օրյա պատերազմը։ Լվանում է աջ ձեռքը, որ հետո երկուսով միասին լվանան երեսը։ Ինչ պիտի անի։ Երկրորդ նախագահը չգիտի, որ ինքը ատելի ֆիգուր է Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե գիտի, այդ սոցիոլոգիական հարցումները տանում դնում են իր առաջ։ Գելապի հարցումները չի է, որ մեզ 1.5 տան իրանց էլ 8% տեսեք, այդ ոնց եղավ Միացյալ Նահանգների հարցումներում անցյալ տարի մենք 1% էինք, Ռոբերտ Քոչարյանը մեզանից հետո էր գալիս, այս տարի ինքը 8%-ա, ոնց է դառնում տենց։ Ընդ որում անցյալ տարի կուսակցության խոստում կար, հիմա կուսակցությունը արդեն գրանցված կա, փաստ է մեր կողմից։ Ոնց է տենց ստացվում։ Ոնց է տենց ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը 11% է։ Բայց Նիկոլ Հանրապետականը 3%, Հանրապետականը 3%, ոնց է դաշնակները մեզանից ավել են։ Դուք լուրջ եք ասում։ Եթե ներսում իրենց երեսն են լվանում, բայց սա նաև ունի արտաքին շերտ, չէ, պարոն Սիմոնյան, եւ սա կարող է օգտագործվել պետության դեմ արդեն, ոչ թե իշխանության կողմից։ Բայց ինչի մասին է խոսքը, հարգելիներս, ինչի մենք այդքան անտաղանդ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այսքան աղքատ, այսքան անպաշտպան, այսքան անդաշնակից, այսքան սոցիալական մեծ խնդիրներով, ազգաբնակչության 40%-ից ավելի աղքատության շեմից ներքև է։ Յոլա գնալով ենք ապրում, յոլա գնալը դա բան է, որ մենք կարող ենք տաղանդավոր հայ ժողովուրդը ցանկացած մարդ ամենաաղքատ գյուղից արտագաղթում է ինչ-որ մի հատ սոցիալ մշակութային զարգացած տիրույթ ենթադրող պետություն, կարճ ժամանակ հետո ոտի է կանգնում, ոնց։ Պատկերացնում եք Հայաստանի Հանրապետությունը ինչքան միայն Սյունիքի մարզը, միայն Սյունիքը 35 միլիոն ազգաբնակչություն կարա պահի։ Հարավային Կովկաս ենթադրյալ այդ տարածաշրջանից, որը իմպերիայի վարչատարածքային մաս է, Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած բոլոր 3 պետություններից, այդ թվում նաև Հայաստանի ամբողջ հնարավորություններից հարուստ է միայն Սյունիքը։ Այդքան մեծ հանքահումքային ռեսուրսներ ունեցող բնական հանածոների եւ բնական պաշարների, այդ թվում նաեւ էկոլոգիապես մաքուր խմելու ջրի պաշարների, անտառ տնտեսության, վարելահողերի, Սյունիքում մենակ մի բանի դեֆիցիտ կա։ Մարդիկ են քիչ։ Սյունեցիներն են քիչ։ Քաշով մեկ ոսկի են բոլորը։ Ընդ որում սյունեցիներ հայ իմաստով եւ հայ բովանդակության որպես հայկական բնորան։ Դա սովետական միության քաղաքականությունն է եղել, այնքան է մաքրել, որ մարդ չմնա։ Սյունիքում պետք է առնվազն 2 միլիոն մարդ ապրեր։ Միայն Սյունիքում 2 միլիոն մարդ։ Լեռնային Ղարաբաղում կարող էր ապրել 3 միլիոն մարդ եւ մեկը մեկին նեղություն չտային 11000 քառակուսի կիլոմետրի վրա։ Երևանը պոտենցիալ ունի 2.5 միլիոնանոց քաղաք դառնալու, բայց հիմա արդեն տեսնում եք ինչ խուճապ եւ աղետա ճանապարհների վրա, չէ՞, սա անկազմակերպվածության
ուղղակի դասեր կարող ենք մատուցել Նյու Դելիին եւ մոնղոլներին եւ ինչ որտեղ նաեւ Աֆղանստանին անկազմակերպվածության դասընթացների եւ մենք մեծ պահանջարկ ունենանք նմանատիպ երկրներում անկազմակերպվածության բարձր մակարդակի բոլոր հնարավոր ռեկորդները սահմանելու Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Արցախը չհաշված որտեղ Արցախն էլ է Հայաստանի Հանրապետության տարածք եւ դե յուրե, բայց դե ֆակտո գրավել են մեզանից։ Այն տարածքները ֆիզիկա աշխարհագրական, որ են դեղին ժետոնը ցույց է տալիս անդադար, այդ տարածքների վրա հանգիստ 10 միլիոն մարդ կարա ապրի մեկը մեկին նեղություն չտալով։ Իսկ ինչի չի այդպես։ Որովհետեւ քաղաքականությունը համապատասխան չի եղել, որ մարդիկ կարողանան ներգաղթի եւ բնական աճի միջոցով ավելանան։ 30 տարի շարունակ։ 30 տարի շարունակ։ Դրանից առաջ էլ 70 տարին շարունակ սովետական միության քաղաքականությունն էր, երկրորդ համաշխարհային պատերազմին Հայաստանի ՀԽՍՀ-ի ազգաբնակչության 28%-ը հավաքեցին տարան ֆրոնտ, իրանց լեզվով ասեմ։ Դա առաջին տեղն է խորհրդային միության բոլոր պետությունների 28%-ը, որից 18%-ը զոհվեց, որից չէ, ազգաբնակչության ընդհանուր ազգաբնակչության 18%-ը հետ չեկավ։ Պատկերացնում եք, սա ինչ կատաստրոֆա է։ Դրան զուգահեռ Ադրբեջանը իր մարդուժի պետական նորմատիվը լրացրեց Գարթմանի, Արցախի եւ Նախիջևանի հայերի հաշվին։ 125 գեներալ, 4-ը մարշալ, 1 ծովակալ, անթիվ անհամար հերոսներ, սխրագործություններ, անթիվ անհամար մաքրեցին ամբողջ տարածաշրջանը հայկական տարից իրենց պատերազմը կերակրելու համար։ Հիմա մայիսի 8-ը, որը երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է, ես հայ ժողովրդին շնորհավորում եմ, բայց նաև ցավակցում եմ, որ այդ հաղթանակի չշահեց Հայաստանի Հանրապետությունը, այլ շահեց իմպերիան։ Այդ հաղթանակից եւ այդ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը միայն կորցրեց չունենալով ոչ մի ձեռքբերում։ Եթե առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ձեռքբերումներից մեկը անկախ հայկական պետականության վերահիմնումն էր Կիլիկյան Հայաստանի անկումից հետո, իսկ պատմական հայրենիքում Անիի անկումից հետո 1045 թվականից հետո Դե Կիլիկյանն էլ եմ ես համարում հայկական պետականություն եւ Կիլիկիայի իրավական հիմքերը հայ ժողովրդի ձեռքում է եւ հայկական թագավորական ընտանիքի ձեռքում է, որը հիմա Ֆրանսիայում է եւ Ռեգում Արմենորում Տիտղոսը իրենց պահպանում են։ Ես կարծում եմ, որ Կիլիկիայի հարցով էլ հայ ժողովուրդը վիճարկելու հանգամանքներ ունի։ Բայց մենք պետք է նախ եւ առաջ կուր պետական համակարգ կարողանանք կայացնենք, որ այդ շահերը կամաց սկսենք բացազատել, չէ։ Հիմա եթե մեզ տարան ուղակի ոչնչացրեցին, ժամանակն է, որ հասկանանք, որ բոլոր հայերը պետք է ծառայեն իրենց պետականությանը, իրենց ազգային շահերի համար։ Մեր հերոսներ, մեր զոհնել, զոհվածնել, մարտնչացնել եւ Աստծու կամոք հետ վերադարձածնել իր հաղթանակով պետք է օժանդակի հայկական պետականության հնարավորությունների մեծացումը։ Դա աներկբայորեն։ Ընդ որում անկախ Հայաստանի Հանրապետությունը դա հաղթաթուղթ է մեր ձեռքում։ Ինչքան ուզում է սարսափելի եւ արյունահեղ պատերազմ լինի Հայաստանի Հանրապետության եւ ինչ որ մի ստահակի միջև։ Միևնույնն է դա հայոց ցեղասպանության չի վերածվի, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը կա։ Ցանկացած պատերազմում 100,000-ավոր զոհեր լինեն, դա միլիոնների չի կարա ձգտի եւ հասնի։ Միլիոնների խաղաղ ազգաբնակչություն կարա կոտորվի մեր բնորանում միայն հայկական պետականության բացակայության պարագայում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք
հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home & Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահակա խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Սիմոնյան, հասկանանք արդյոք կընկալվի Փաշինյանի Մոսկվա այցը Եվրոպայի նույն Եվրոպայի կողմից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ վարում է բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, որ խորհրդարանում ընդունված օրենքը այդ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին դա վկայում է մեր կամքի մասին ավելի սերտացնելու հարաբերությունները Եվրոպայի հետ։ Մենք տեսնում ենք Թրամփն է այսօր պաշտոնապես հաղթանակի օր հայտարարել եւ ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ներդրում է ունեցել, քան մնացած բոլոր երկրները, այսինքն հաղթանակի մենաշնորհի համար պայքար է տեղի ունենում։ Այս ամենի ֆոնին Փաշինյանի Մոսկվա այցը ինչպես կարող է ընկալվել կամ կհասկացվի այնպես, ինչպես պատկերացնում է Փաշինյանը բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության համատեքստում։ Բնականաբար ոչ։ Որևէ մի քաղաքական ուժ կարող է հիմարի տեղ դնի գործընկերներին կամ հանրույթին, որը իրեն լսում է։ Բայց գործընկերներն ու հանրույթը ունի անալիտիկ հնարավորություններ։ Վերադառնանք մեր հաղորդման առաջին մաս։ Հարց ենք տալիս ինքներս մեզ։ Եթե դու գնում ես մայիսի 9-ի տոնակատարությանը, ուրեմն դու ընկերն ես Ռուսաստանի։ Եթե ընկերն ես դու Ռուսաստանի, նշանակում է արևմուտքի թշնամին ես։ Եթե դու ընկերը չես Ռուսաստանի, բայց գնում ես մայիսի 9-ի տոնակատարությանը, ուրեմն չես կարող չգնալ։ Քեզ տիպել են, որ դու գնաս։ Եթե դու նրանց խամաճիկն ես, ուրեմն համագործակցություն քեզ հետ կրկին էլի դու թշնամին ես արևմուտքի։ Ինչ կարևոր է, ուզում ես դու Ռուսաստանի ուղղությունը պաշտպանես, թե չես ուզում, բայց ստիպված ես պաշտպանել, դրանից բովանդակությունը չի փոխվում։ Դու շարունակում ես մնալ թշնամի արևմուտքի համար։ Սա են նկատելու արևմուտքում։ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով թաղում է Հայաստանի Հանրապետության արևմտյան ուղղությունը եւ արևմուտքի կողմից օժանդակություն ստանալու այն հնարավորությունները, որը այդքան մեզ համար պետք է եւ կարեւոր է եւ այդքան մեծ լուրջ եւ ազդեցություն ունեցավ Հայաստանի գոյությունը ապահովելու համար։
Սա նշանակում է թաղել ամբողջ Հայաստանի Հանրապետության ռեաբիլիտացիոն քաղաքականությունը։ Դու չես հասկանում, անգամ Ուկրաինան հայտարարել է, որ զորքերի կուտակման վայրերը օրինական թիրախ են մեզ համար, անգամ շքերթների ժամանակ։ Այո, անվտանգություն։ Իհարկե, բայց թշնամի պետություն է։ Իհարկե, բահազի այդքան մարդ հավաքվել է միտեղ, ինչի պիտի չխփի։ Դու չես է, որ ասի այդքան մարդու մի խփեք, հետո ինչ ենք ասելու աշխարհին։ Աշխարհը որևէ մեկը ասես Ուկրաինային էս ինչ ես ասում, չէ, բնական է։ Որովհետև աշխարհը ռազմարվեստի պատմություն գիտի։ Կլաուզովիցի գրքերը բացեք, կարդացեք։ Թշնամական ուժերի կուտակման վայրերը օրինական թիրախներ են, անկախ դրա պատճառներից։ Հիմա եթե դու գնում ես այն միջոցառմանը, որը կարող է թիրախի վերածվել, ստեղից ինչ եզրակացություն մենք անենք, ստեղ կոմպլեմենտարիզմի հոտ չի գնում։ Սա կոմպլեմենտարիզմ չի։ Սա կամ դու իրենց դրածոն ես, քո բարեկամներն են, կամ դու իրենց դրածոներն ես, քո բարեկամները չեն, դու իրենց խամաճիկն ես, այլ տարբերակ չկա։ Երրորդ ձև չկա։ Ինչ վերլուծություն ունեք Հնդկաստան-Պակիստան այդ հակամարտության սրացման հետ կապված, ինչ եք կանխատեսում կամ ենթադրում իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարը։ Շատ ապոկալիպտիկ իրադարձություններ չեմ կանխատեսում, որտեղ Հնդկաստանը 5 քաղաքակրթություն է եւ երկու պետություններն էլ ունեն զսպման գործիք, միջուկային զենք։ Այդ հակամարտությունը կարող է շատ երկար ձգվել, մեզ էլ վերապրել, բայց Հայաստանին իհարկե չի վերապրի, Հայաստանը հավերժի մասին է։ Շատ լավ, տեսեք, պարոն Սիմոնյան, իսկ Ռուսաստան Ուկրաինա այդ պատերազմի հանգուցալուծման հետ կապված մենք տեսանք, որ ԱՄՆ Ուկրաինա օգտակար հանածոների այդ հազվագյուտ հանածոների գործարքը կնքվեց, սա կարող է էական ազդեցություն ունենալ Պուտինին այդ խաղաղության հակելու համատեքստում։ Միանշանակ J.D. Vance-ը արդեն դարածել է մի հայտարարություն, որ Պուտինի պահանջները խիստ թանկ են, այո, չափից շատ են։ Ասում են եղբայր ամբիցիաները իջացրու։ Ամբիցիաները իջացրու։ Ռուսաստանը չի իջացնելու ամբիցիաները, որտեղ եթե իջացրեց ամբիցիաները, դա Ռուսաստանի կործանում է։ Նշանակում է պատերազմը կշարունակվի, եւ ուկրաինացիները դա շատ լավ հասկանում են, եւ ի պատիվ ուկրաինացիների եւ Ուկրաինայի ղեկավարության նրանք տրամադրված են երկարատև պատերազմի։ Կռվում են մարդիկ իրենց երկրի համար, իրենց հայրենիքի համար, որտեղ հայրենիքը պատի տակից չեն գտել։ Հայրենիքի համար պայքարել են ու պայքարում են։ Հայրենիքները վերևից չեն ընկնում մարդկանց գլխին, դա Աստծո շնորհ է, որը ունի պատգամ։ Սա տրվում է քեզ ի վերուստ, կանխավարկած ունենալով, որ դու ոչինչ չես խնայի սա պաշտպանելու համար։ Մանավանդ պատկերացրեք համեմատական ենք անցկացում այն ծայրածիր դաշտեր, հարթավայրեր, որտեղ մարդ մղելու հնարավորությունները խիստ վտանգավոր են եւ խիստ դժվար։ Եվ այդ ժողովուրդը չի տրտնջում, մարտնչում է։ Ստիպված է, որովհետև ղեկավարությունը դիմեց արկածախնդրության, չկշռեցին իրենց քաղաքականությունը, խոսքը, հայտարարությունները եւ իրենք սադրեցին Ռուսաստանին։ Իհարկե ոչ, դա ուղղակի աբսուրդ է, որ մտածենք, որ ղեկավարությունը դիմեց արկածախնդրության։ Անկախ ապրելը հին հունական փիլիսոփական մտքից միջև այսօր, լուսավորական դարաշրջան եւ ընդհանուր միջև այսօր ամենաբարձրագույն արժեքն է։ Մարդկային քաղաքակրթությունների, ժողովուրդների, ազգերի, էթնոսների գլխավոր արժեհամակարգը ազատությունն է։ Ազատ լինելու եւ ազատ ապրելու համար կամք դրսեւորելը արկածախնդրություն չի։ Ով ասում է դա արկածախնդրությունը, ինչ ասեմ, ինքնություն չունեցող ինչ որ մի էակ է, որ իր համար էական չի։ Ինքը այսօր հայ կգրվի, թե քուրդ կգրվի հետո, թե թուրք կգրվի հետո, թե ռուս կգրվի հետո։ Մարդիկ ազատ են ուզում ապրեն։ Ասում է ես ազատ եմ, ունեմ պետություն, ես ինքս պետք է որդեգրեմ իմ սոցիալ մշակութային տարածությունը, որտեղ ես ուզում եմ ինտեգրվեմ։ Ավելի լավն ես, ավելի լավը եղի, ուզենամ քեզ ինտեգրվեմ։ Բայց ինտեգրումը արդեն իսկ ազատության սահմանափակում չէ, պարոն Սիմոնյան, այս տաղավարում համենայն դեպս այդպիսի կարծիք հնչել է, որ ինչ տարբերություն կուզես միանալ ռուսական միութենական պետությանը, թե Եվրոպային։ Տարբերությունը այն է, որ այդ դռան երկու կողմն էլ ռուչկա կա։
Երբ ինտեգրվեցիր, երբ էլ կուզես դուրս կգաս։ Այն դուրը ներսից ռուչկա չունի, չեք հասկանում, մտար վերջ։ Այն մի դուրը թալակա քեզ գցում։ Մտար պոչդ բռնելու է։ Հետո կոկորտը տա բռնելու, հենց ուզեցար դուրս գաս մորթելու է։ Այնտեղ որ մտար, կարաս դուրս գաս։ Ինչքան պետքա ֆանտազիա ունենա մարդ, որ երկու բան նույն բանը համարի։ Այդ մարդիկ ովքեր որ ասում են ինտեգրվելը ինքնիշխանության էրոզիա է, եւ այն պարագայում մանիպուլյացիայի եւ խեղաթյուրումների են ենթարկում իրականությունը։ Այնտեղ ինտեգրվում ես, որ ավելին ստանաս, երբ որ չուզենաս դուրս գաս, ստեղ ինտեգրվում ես, քո հաշվին ստանալու են ու չես կարողանալու դուրս գաս։ Ամբողջ խորհրդային միության քիմ արդյունաբերության 1/3-ը փոքրիկ Հայաստանն է մատուցել։ Մենք քիչ առաջ խոսեցինք երկրորդ համաշխարհային պատերազմում փոքրիկ Հայաստանի եւ հայ ժողովրդի ներդրածը։ Նրանց գիտության մեջ, միջուկային տեխնոլոգիաների զարգացման մեջ, քիմիական տեխնոլոգիաների գիտության զարգացման մեջ, ահռելի է տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Մենք ինչ ենք ստացել։ Կորսված Նախիջևան, Կարս Արդահան Էրզրում, որը Հայաստանի Հանրապետության մասեր էին կորսված, Լեռնային Ղարաբաղ կորսված, Գարթման հայաթափված, Ջավախք հայաթափված, կոտրված փշրված ներհայաստանյան իրողություններ, հələ մեր մարմնի մեջ էլ խոցեր են դրել անկլավներ անուններով ռազմավարական նշանակության ճանապարհների մեջ։ Կոլաբորացիոնիստներ են բերել գցել ջաններից ձեր նման, որոնք նամակներ են գրում Պուտինին Արցախի կորստից հետո հույս հայտնելով, որ Արցախ կվերադարձնեն իրենց։ Հիմա դուք համարում եք, որ դա ինտեգրվել էր համահավասար սկզբունքներով, նույնն է ինչ որ Եվրամիության ինտեգրվել է, Եվրամիությունը ասում է աղբեր ջան, արի աշխատի հարստացի հարստացրու նաև քո բառապաշարով ասենք, չես ուզում դուրս արի։ Brexit տարա, Frexit տարա։ Չգիտեմ, ինչը դե Brexit-ը գիտեք, չէ՞, Բրիտանիա exit, Frexit-ը Ֆրանսիա exit կարա լինի։ Armexit եղի։ Ինչ ուզում ես եղի։ Քո գործն է, ուզում ես արի ինտեգրվի, ուզում ես դուրս արի։ ՆԱՏՕ ես ուզում, հարց չկա։ Համապատասխանի չափորոշիչներին քեզ ընդունենք Հյուսիսատլանտյան անվտանգության համակարգ։ Չես ուզում դուրս արի։ Ֆրանսիան 3 անգամ դուրս է եկել, նորից էլի մտել է։ Շարլ դե Գոլը վիրավորվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասել է դեր ունեմ վերջ ձեր քրչերը, փալասները, ռատներդ քաշեք Ֆրանսիայից, դուրս էին եկել։ Նորից էլի մտավ։ Կուզենա էլի դուրս կգա։ Հա Ամերիկան է ՆԱՏՕ-ն նախաձեռնել, Ամերիկան ասում է դե ՆԱՏՕ-ն արդեն էլ մերը չի, դուք պետք է դե ուրեմն ուզում եք որ լինի ծախսերը հոգացեք։ Հիմա տարբերությունը ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելը նույնն է, ինչ որ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, դե կարում եք ՀԱՊԿ-ից դուրս եկեք, այդքան ձեզ խաբեցին։ Չեք կարում է, որտեղ կամ ձեր աղբերն է, կամ դուք իրանց խամաճիկն եք, կողմնորոշվեք որ մեկն եք այդ երկուսից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։